Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 8-ն է, անցան ազգային ժողովի ընտրությունները, մենք շարունակում ենք մեր աշխատանքը ու գլխավորը ինչի մասին մենք այսօր կխոսենք, պարզ է ազգային ժողովի անցած ընտրությունների արդյունքներն են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի մի քանի ժամանակ առաջ հայտարարեց, որ քաղ պայմանագիրը վերջնական ամփոփ արդյունքներն են։ Քաղ պայմանագիրը հավաքեց 50%-ից մի քիչ պակաս, ուժեղ Հայաստանը հավաքեց 23%-ից մի քիչ ավել, Հայաստան դաշինքը հավաքեց 10% ձայներ, և Բարգավաճ Հայաստանը ուղիղ 4% ձայներ։ Բարգավաճ Հայաստանը ի վերջո անցավ, այդ շեմը 4%-անոց անցավ։ Ուրեմն մենք կունենանք նոր ազգային ժողով, որտեղ որ կլինեն 4 քաղաքական ուժեր՝ քաղ պայմանագիր, ուժեղ Հայաստան, Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մենք նորից ունենք ազգային ժողով, որտեղ որ կլինի քաղ պայմանագիրը մի կողմից, մյուս կողմից ընդդիմադիրները, բոլոր 3 ընդդիմադիրները ռուսամետ ուժեր են։ Մանդատների թիվը ֆիքսեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 61 մանդատ ստանում է քաղ պայմանագիրը, 28 մանդատ ստանում է ուժեղ Հայաստանը, 11 մանդատ ստանում է Հայաստան դաշինքը և 5 մանդատ Բարգավաճ Հայաստանը։ Այս մանդատների թիվը, պատգամավորների թիվը, որը ստանում են այս 4 ուժերը, համապատասխանում են այս տոկոսներին, որոնք միջ այդ ես դեզ ասեցի։ Ընդհանուր առմամբ այս ազգային ժողովը 105 հոգանոց է։ Դուք գիտեք, մեր սահմանադրության համաձայն 101 հոգանոց մենք ազգային ժողով ունենք, գումարած 4-ը ազգային փոքրամասնությունների տեղերը, 105 հոգանոց ազգային ժողով, բայց այդ թիվը կարող է մեծանալ, եթե կուսակցություններից մեկը ընտրությունների ժամանակ սահմանադրական մեծամասնություն է հավաքում։ Այս դեպքում չեղավ։ Նախկին երկու ընտրությունների ժամանակ 2018 թվին, 2021 թվին քաղ պայմանագիրը ստացել է ձայներ ավելի մեծ, քան թե սահմանադրական մեծամասնություն։ Դա է պատճառը, որ այս անգամ թիվը չի ավելանում։ Այս անգամ նախկինում քաղ պայմանագիրը ստացել է սահմանադրական մեծամասնություն ընտրություններից հետո, այս անգամ ոչ։ Բայց հաղթող դուրս եկալ քաղ պայմանագիրը։ Ինքը ունի մեծամասնություն, սովորական մեծամասնություն ազգային ժողովում։ 5-րդ տեղ զբաղեցրած Միասնության թևեր կուսակցությունը, որը Արման Թաթոյանն է գլխավորում, հավաքեց մոտավորապես 2.5% ձայներ, չհասավ շեմին 4%-անոց։ Հիմա 2005 ընտրատեղամաս մենք ունենք, բոլոր տեղամասերից ամփոփ արդյունքները ամփոփեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Շատ կարևոր է, որ այս ընտրությունները լեգիտիմությունը շատ բարձր է, ոչ միայն որ անցան առանց էական խախտումների, անցան առանց, ասենք, բռնությունների եւ այլ, այլ շատ կարևոր է, որ մասնակցությունը շատ բարձր է մեր քաղաքացիների։ 59% մեր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մասնակցեցին այս ընտրություններին։ 1.435.000 քաղաքացի մասնակցեց։ Անցած ընտրությունների ժամանակ մոտավորապես 1.280.000 մասնակից մեր քաղաքացիների մասնակցություններ։ Հիմա 1.435.000, էական տարբերություն է մասնակցության այս ընտրությունների, դա միանշանակ դրական է։ Հիմա նայեք, ես հաշվեցի մանդատները, տոկոսները, ասեցի, ու այդպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հավաքեց մոտավորապես 50% ձայներ, 37% ձայներ հավաքեցին 3-ով միասին այս ընդդիմադիր ուժերը, որոնք ես թվարկեցի։ 13% ձայներ ստացան այն կուսակցությունները, որոնք չանցան։
Դա է պատճառը, որ պարլամենտ ներս անցած այդ 4 կուսակցությունների հետ կապված, իրանց տոկոսների հետ կապված արվեց վերահաշվարկ։ Դες այս կորցրած ձայների տոկոսները վերահաշվարվում են օրենքի համաձայն այս 4 ուժերի անցած պարլամենտ։ Դա է պատճառը, որ քաղաքապայմանագիրը, որը ընտրությունների ժամանակ մի փոքր 50%-ից պակաս ստացան, վերահաշվարկի միջոցով պարլամենտի ներսում ստացան մեծամասնություն։ Ու այդ սովորական մեծամասնությունը կազմում է 58%։ Դες չզարմանաք, որ ընտրությունների ժամանակ 49% ստացած քաղաքապայմանագիրը, որ ներսում պարլամենտի ունի 58%։ Դա վերահաշվարկի արդյունքն է ու ընդդիմադիր բոլոր 3 ուժերը ռուսամետ իրանք էլ ավելացրեցին իրանց տոկոսը պարլամենտի ներսում։ Դուք գիտեք, դա պարլամենտական համակարգի առանձնահատուկ բան է, բոլոր եվրոպական երկրներում նույն է։ Անցած քաղաքական ուժերի վրա վերահաշվարկվում են կորցրած ձայները։ Ես ասեցի շանս ունեին անցնել մենակ մի ուժը, որը հավաքեց 2.5%, մյուս ուժերը քաղաքական զգալի մասը շատ ցածր տոկոս ստացան։ Ինչ ուզում եմ ասել ու գլխավոր միտքը հիմա։ Ես համարում եմ, որ շատ կարևոր է, որ այս ընտրությունները անցան, բավական լուրջ պրոցես էր, լուրջ պայքար էր ու այդ պայքարի արդյունքում ձևավորվեց նոր ազգային ժողով։ Այո, ես էլ հիացած չեմ, որ նորից մենք կունենանք մի կողմից քաղաքապայմանագիր, մյուս կողմից ռուսամետ ուժեր, նորից բևեռացում, նորից անընդհատ ծանր պայքար, բայց ցանկացած դեպքում լեգիտիմությունը ընտրությունների ակնհայտ կա։ Հիմա նայենք ընդդիմադիր ուժերը ինչ աղմուկ կբարձրացնեն, իրանք անընդհատ ասում էին, որ խախտվում են օրենքները, խախտում են, ինչ բողոքներ կունենան, պարզ այդ զարգացումները մենք կտենանք, բայց ես չեմ տեսնում մեծ հիմքեր, ասենք բողոքի լուրջ ակցիաներ անցկացնել, ապակայունացնել երկիրը, չեն երևում նրանք։ Քանի որ այն պայքարը, որը անտիկոռուպցիոն ինստիտուտները մեջ տանում էին, դրանք կապված էին ակնհայտ դրա հետ, որ կային մարդիկ, կային ուժերի մեջ խմբեր, այս ռուսամետ, որոնք ուզում էին, ասենք, փողով գնել ձայներ կամ ուղղորդել ընտրությունները, դա կանխվում էր, այո, դա ցավոտ պրոցես է, բայց ցանկացած դեպքում լեգիտիմ, դեմոկրատական, բավական տրանսպարենտ, բավական մրցակցային մենք պրոցես տեսանք, դա է պատճառը, որ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Հարցը մենակ դրանում չի, որ լավ է, որ մենք կշարունակենք մեր եվրոինտեգրացիոն պրոցեսը, լավ է, որ մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Ադրբեջանի հետ, խաղաղության հետ կապված, լավ է, որ ուզում ենք հարևանների հետ լավացնենք հարաբերությունները։ Լավ է, որ Դոնալդ Տրամփի հետ փայլուն հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանը ու ուզում է կառուցել ու ապաշրջափակում անել Հայաստանի։ Այդ ամեն ինչ լավ է, բայց նաև շատ կարևոր բաղադրիչ կա, որ լեգիտիմ ընտրություններ են։ Ու հույսով եմ, որ արհեստական ինչ-որ հետ ընտրական պրոցեսներ չեն լինի։ Գիտեք, որ պարոն Կոբախիձեն Վրաստանի վարչապետը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին դեր գիշերը ժամը 2-ին։ Ինքը շտապեց, շնորհավորեց, իրոք գիշերը առաջի արդյունքները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը բավական մեծ առավելություն ունի, 57%-ի կարգի էր ձայների թիվը, բայց հաշվարկ արված էին միայն փոքր տեղամասերից, գյուղավայրերից եւ այլն, բայց ինքը ցանկացած դեպքում արագ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Ես պետք է ասեմ, դա նաեւ կապված է, գիտեք ինչի հետ։ Իրոք կառավարությունը Հայաստանի բավական լավ հարաբերություններ հաստատեց Վրաստանի կառավարության հետ։ Դուք գիտեք, որ մեր կառավարությունը նաև բարձրացնում է առջև Եվրոմիության, Միացյալ Նահանգների հարցեր կապված համագործակցության Վրաստանի հետ, որ Վրաստանը ինչով մեզ համար կարևոր է, ու պարոն Իրակլի Կոբախիձեն վարչապետը դա է պատճառը, որ բավական արագ արձագանքեց, մինչդեռ 20 թե 30% դեր ձայներ մշակված էին, էլի այդ պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Դեր հերույր վերջնական
հաշվառումը կամ ամփոփումը ձայների պարոն Տոկաևը Ղազախստանի նախագահը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, ինքը շնորհավորեց առավոտ շուտ ժամը 9-ին, երբ որ նախնական տվյալները գրեթե պատրաստ էին, նախնական տվյալները այս ընտրությունների։ Ես կասկածի չունեմ այս արդյունքներից հետո, որոնք ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մոտ ուղղակի ժամերը մենք կստանանք ու գործող կառավարությունը վերընտրված Նիկոլ Փաշինյանը գործող քաղաքական ուժը կստանան շնորհավորական խոսքեր նաև եվրոպական երկրներից, իրենց ավանդույթը մի քիչ այլ է, իրանք առաջ չեն ընկնում, իրանք նախնական Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները սպասում նոր են շնորհավորում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հիշում է գիշերը, դա ժամը 2-ին էր, նաև խոսեց իր հաղթանակի մասին, ընդդիմադիրները իդեմս Սամվել Կարապետյանի այլ քաղաքական ուժերի քննադատեցին, որ իրանք ինքդ կամ շուտ շնորհավորեց իր քաղաքական ուժը եւ Իրան վերընտրվելու կապակցությամբ, բայց ինձ համար շատ կարևոր է ոնց անցավ այդ process-ը, ինչքան հասկանում եմ բավական նորմալ ընտրություններ էին, մեզ պետք է որ կառավարությունը լինի լեգիտիմ։ Այո, ակնհայտ է որ քաղաք պայմանագիրը դրեց իր առջև խնդիր նորից ստանալ սահմանադրական մեծամասնություն 67%-ից ավել, բայց իրոք այս վերջի տարիներ շատ ցավոտ, շատ բարձ զարգացումներ էին, դա է պատճառը, որ շատ հասկանալի է, որ բավական զգալի մասը քաղաքացիներին գնացին, ընտրեցին ընդդիմադիրներին։ Հաշվի առնելով նաև Ռուսաստանի ճնշումը, ակնհայտ, գրեիք, տարբեր ոլորտներում, տարբեր հատվածների վրա մեր հասարակության դա էլ ինչ որ չափով ազդեց, բայց ինձ համար շատ կարևոր է, որ նորմալ ժողովրդավարական սկզբունքներով մրցակցային անցան ընտրությունները, որոնց արդյունքում քաղաք պայմանագիրը առաջի տեղը գրավեց, հետո պարզվեց, որ մեծամասնություն ստացավ պարլամենտի ներսում, ազգային ժողովի ներսում ու կձևավորի կառավարություն։ Այո, ունենալով սովորական մեծամասնություն։ Հիմա քաղաք պայմանագիրը, ես ասացի, ունի մոտավորապես 58% մանդատ ազգային ժողովում, 105-ից 61 մանդատ։ Ես հիշեցի, ինչ ասեց երեք չարաչորը պարոն Ուշակովը։ Պարոն Ուշակովը շատ կարևոր դեմք է Պուտինի թիմում, օգնականն է Պուտինի, որ դուք հասկանաք ինչքան կարևոր դեմք է ինքը վարում է բանակցություններ ամերիկացիների հետ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ինքը կարևորագույն դեմքն է այդ բանակցային process-ներում, ոչ միայն ռուս-ուկրաինական կոնտեքստում, ու Ուշակովը այդպես յազվություն արեց ժողովրդի լեզվով ասեմ, երբ որ իրան ասեցին այ Դոնալդ Տրամպը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ակնհայտ ասեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերընտրվի, ինքը իրան հարգում է, Նիկոլ Փաշինյանը իր ընկերն է, Ուշակովին ասեցին դե միջամտությունն է, չէ, Հայաստանի ընտրություններին, գիտեք ինչ ասեց պարոն Ուշակովը այդպես յազվությամբ ասեց, այո, Դոնալդ Տրամպը ինչ կա վատ բան, Դոնալդ Տրամպը նաև ի օգուտ Օրբանի Հունգարիայի նախկին վարչապետի ելույթ ունեցավ, պաշտպանեց, ու ակնարկը նա է, որ Օրբանը պարտվեց։ Բայց Հայաստանի դեպքում ռուսական կամ ցանկությունը Ռուսաստանի, ավելի ճիշտ Պուտինյան Ռուսաստանի ցանկությունը չիրականացավ։ Պարզ է իրանք չէին ուզում, որ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը ու քաղաք պայմանագիրը պարզ է, այդպես ակնհայտ էր, որ ինչ ասենք, ու այդ ակնարկը, որ իբր Դոնալդ Տրամպի օգնությունը անպայման չի, որ կբերի հաջողության, օրինակ Օրբանը պարտվեց, ստեղ չաշխատեց, հատա այդ ակնարկը Ուշակովի ուղիղակարակը Դոնալդ Տրամպի ասածը անցավ, ու հարցը նրանում չի, որ անպայման Դոնալդ Տրամպին լսելով մեր քաղաքացիները քվեարկություն կատարեցին, ամեն մեկը իր խղճի առջև քննարկելով, մտածելով գնաց ու քվեարկեց, ու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը, դա ես չեմ համարում պատահական է, վերընտրվեց, քանի որ մեր ժողովուրդը ընդունեց այս մեթոդը
Պուտինի շանտաժաներ մեր ժողովրդի, ճնշեն մեր ժողովրդի, վախացնել, չանցավ այդ շանտաժը։ Մեր ժողովուրդը չի սիրում, երբ որ իրան ճնշում էր։ Այդ գործոնը հակառակ էֆեկտ տվեց, մեր ժողովուրդը գնաց ու քվեարկեց այս անգամ էլ իօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Ու պետք չի վատ զգալ, որ սահմանադրական մեծամասնություն չստացան, այլ սովորական մեծամասնություն, գլխավորը լեգիտիմ է, կառավարությունը լեգիտիմ է իր գործունեության մեջ։ Հիմա նաև ուզում եմ մի քանի խոսք ասել այլ ուժերի մասին։ Նայեք, երբ որ մենք ձեզ հետ քննարկում էինք ու ես ասում էի իմ կարծիքը, ես հիշում եմ նույնիսկ նամակներում, այդ կոմենտներում դուք տարբեր մտքերով ինձ հետ կիսվում էիք, հիշում եք ես ասում էի, որ ակնհայտ է, որ ռեսուրսը, ադմինիստրատիվ ռեսուրսը ֆինանսական մեծ դեր է խաղում։ Կյանքում մեծ դեր են խաղում, նաև քաղաքականության մեջ մեծ դեր են խաղում։ Ու դա էր պատճառը, որ ես ասում էի, որ շատ հավանական է, որ կանցնի պարզը քաղ պայմանագիրը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ունի բավական բարձր ռեյտինգ հասարակության մեջ, պարզ է, որ մեծ ռեսուրս ունեցող ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը նաև կարող են ներկայացնել իրանց ծրագրերը, նաև ռեսուրս օգտագործելով ակտիվ գործելը, այս ուժերը շատ հավանական է, որ կանցնեն, նույնիսկ ես հիշում եմ մարդիկ ասում էին, մի ուժի դեպքում ասում էին, որ այդ ուժը չի կարող անցնել, 8%-ը չի անցնի, բայց ես զգուշացնում եմ։ Ու ինձ համար չափորոշիչներից մեկը գիտեք որն է, որը չի խաբում ինձ, ցույց է տալիս, որ ճիշտ է։ Ով կարողացավ անցկացնել հանրահավաքներ։ Պարզ է, Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաքներ ու այդ երեք ուժերը։ Ամեն մեկը իր հատվածի վրա ազդեցություն ունեցան իրանց կողմնակիցների, իրանց հետ կապված քաղաքացիների, ամեն մեկը իր ունի շերտերը մեր հասարակության, ովքեր կողմնակից են ու ռեսուրս ունենալով կարողացան այդ մոբիլիզացնել այդ հատվածերը իրենց հասարակության ու միտինգները, հանրահավաքները, հավաքները ցույց են տալիս, կարողանում են հավաքել մարդկանց, կարողանում են ներգրավել մարդկանց, թե ոչ։ Ու դա է պատճառը, որ չափորոշիչներից մեկը կարևոր կարողացան թե ոչ այդ ուժերը մոբիլիզացնել ու իրանց ռեսուրսը էֆեկտիվ օգտագործել։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, այդ ուժերը կանցնեն ու անցան։ Ավելին, դուք հիշում եք, ես ասում եմ, իմ կարծիքով էլի երկու ուժ ունեն շանս անցնելու։ Ու երկու անուն տալիս էի. Հանրապետություն կուսակցություն Արամ Զավենի Սարգսյանին եւ միասնության թևեր Արման Թաթոյանի։ Նույնիսկ մարդիկ կային ասում են, բայց էլի ուժ կա, այ հիշում եք այն ուժը, նորից կրկնում, չափորոշիչներ կան, պակասատիլներ, որոնք ցույց են տալիս շանս կա թե ոչ։ Ու ես երկու ուժն էլ կարողացան ինչ որ հավաքներ հավաքել։ Շատ մեծ, փոքր, բայց կարողացան։ Ու տեսակ 5-րդ տեղը զբաղեցրեց այդ միասնության թևերը։ Իրանք հավաքեցին մոտավորապես 2.5%։ Այլ ուժերը իրոք շատ քիչ հավաքեցին, այդքան փոքր թվեր են, որ թվարկել անիմաստ է, բայց դուք կարող ասել, բայց Արամ Զավենի Սարգսյանին դուք ասում եք, որ շանս ունի, բայց շատ քիչ հավաքեց, չեմ հիշում, 1%-ի կարգի էր, մի քիչ կարող ավել, անցած ընտրությունների ժամանակ իրանք հավաքեցին 3%-ից ավել։ Ստեղ ես ձեզ ասեմ, մարտավարությունը սխալ է ընտրված։ Բացատրեմ ինչու։ Օրինակ ես երբ որ նայում էի այդ բանավեճերը, հանրային հեռուստալիքով, բանավեճերը առաջի դեմքերի մակարդակով, երբ որ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցեց, հետո նայեցի, միջ այդ նայեցի երկրորդ համարների բանավեճը, այլ ֆորմատներով, ես նկատեցի մեկ բան, այն 3 թե 4 պրո-դեմոկրատական ուժեր, ում մասին մեկ մտածում ենք, ասում ենք ինչի չեք միավորվում, որ այլընտրանքներ լինեն, մյուս կողմից պարլամենտում կաջակցեք քաղաք պայմանագիր։ Այդ ուժերը չկարողացան միավորվել, դա էլ պատճառ է, որ շատ քիչ հավաքեցին, բայց գլխավորը ուրիշ բան է իմ կարծիքով։ Այդ բանավեճերի ժամանակ հրապարակային, որոնք նաև իրենց
ազդեցությունը տալիս են ընտրողների վրա, ազդում են, այս բանավեճերի ժամանակ հանրայինում իրենք ավելի շատ պաշտպանում էին քաղաքապայմանագիրը, քան թե իրենց ծրագրեր էին ներկայացնում, ու ես կարծում եմ, դե մարդիկ ինչ մտածեցին, ինչ իմաստ ունի իրենց ընտրել, եթե իրանք պաշտպանում են քաղաքապայմանագիրը, ուրեմն գնանք քաղաքապայմանագրի տանք, էդ էլ հաշվի առնելով ծանր պայքարը, որը գնում է, բևեռացումը, որը ծանրագույն գնում էր, ի վերջո մենք հիմա ընտրություններից հետո մի քիչ հիմա հանգստանում ենք, ի վերջո եվրոպական գիծը հաղթող դուրս եկավ ընտրությունների ժամանակ, հանգիստ եմ ես հիմա խոսում, բայց հիշում եք մի շաբաթ առաջ, 10 օր առաջ շատ մտահոգված էին, որ Ռուսաստանը ամեն ինչի կարող է գնալ։ Ու գլխավոր միտքը, որը ուզում եմ ասել, Նիկոլ Փաշինյանը հաղթող դուրս եկավ ընտրությունների ժամանակ ու հաղթեց այս շանտաժը, որը գալիս էր Ռուսաստանի, Պուտինյան Ռուսաստանից։ Պուտինյան Ռուսաստանի շանտաժը Հայաստանում չանցավ։ Ես ուզում եմ ավարտել այս խոսքերով, որ շնորհավորում եմ, որ անցկացրեցինք իրոք նորմալ ընտրություններ ու իրոք բարդ պրոցեսներ էին, բարդ էր ապահովել արդար ընտրություններ, թափանցիկ ընտրություններ, բարդ էր ստեղծել ավելի կառուցողական մթնոլորտ, հաշվի առնելով ճնշումը դրսից եկած Պուտինի կողմից, ներսում էլ այդպես պետականամետ ոչ բոլոր ուժերն էին, որ պետականամետորեն են իրանց պահում։ Բայց շնորհավորում եմ, որ անցան ընտրությունները ու մեր պետությունը դեպի եվրոինտեգրացիա կշարունակի իր ճանապարհը։ Մինչ նոր հանդիպումներ։